Իսկ քաղաքական գործերով մենք, չէ, մի քանի բան ասենք, 18 արդարների գործը ամեն 5 շաբթի, այն ռիբնի դень, հա, այդ հայտնի սովետական բան է, ձկան օրը հիմա մեր մոտ վերածվել է 18 արդարների օրվան։ Վաղը 5 շաբթի է, չէ՞։ Վաղը 5 շաբթի է, եւ վաղը ժամը 15:00-ին հերթական նիստն է Շենգավիթի նստավայրում։ Ես ցավոք սրտի չեմ կարողանա մասնակցեմ եւ փորձեմ միջոցներ ձեռնարկել, որ գործընկերներ, որտեղ նույն ժամին նաեւ Նարեկենց գործն է լինելու, բայց շատ կարեւոր փուլ է, շատ եմ ցավում, որ ես ինքս ոնց որ թե հնարավորություն չունեմ արդեն երկրորդ նիստն է մասնակցել, ապացույցների ներկայացման փուլն է, որտեղ որ ողջ հանրությունը տեսնում է, թե ինչ ապացույցներ կան եւ հերթով փաստաբանները վեր են կանում, ասում են, լավ, մեր պաշտպանյալի հետ կապված ինչ կա, եւ դրա պատասխանը ինքներդ կարող եք գնահատել այս փուլն է, այսինքն ապացույցների ներկայացման փուլն է, որի արդյունքում դատարանը պետքա որոշի ապացույցների կազմը։ Այս գործով 18 արդարների գործով ես մի հանգամանքի եմ ուզում անդրադառնալ։ Բագրատ Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործով։ Իշխանության ներկայացուցիչները բարբերաբար մեզ փաստաբաններից ինչ են ասում, ասում են, այ բոլոր ձայնագրությունները ձեզ տվել ենք, դե դրեք, հրապարակեք, բան չի չեք հրապարակում, ուրեմն քննչական կոմիտեն ճիշտ էր այդ ամեն ինչի մեջ։ Ես ուզում եմ մեր սիրելի հետևորդներին ու նաեւ հանրությանը հիշեցնեմ, իսկ իրենց չէ, այդ իշխանականներին չէ, որտեղ նրանք շատ լավ գիտեն, որ ոչ միայն դա հրապարակվել, այլ օրինակ մեր գործընկեր Հովհաննես Խուդոյանի կողմից վիդեոյի տարբերակով, տեքստային մակարդակում ցույց էր տվել, թե որ նախադասությունից հետո ինչն են կրճատել, որ նախադասությունն են բերել ավելի առաջ, որպեսզի ստանային այն առաջին իրենց տարածած ցանկալի ձայնագրությունը, այսինքն ըստ էության ձայնագրությունը փոխել էին տեղերը, բայց դա ցույց է տրվել, եւ բոլորը համոզվել են, որ այդ ապացույցները կեղծված են եղել այն ժամանակ։ Այն ժամանակ ապացույց չէին, իրանք ձայնագրություններ էին, բայց այսինքն հանրության վրա ազդելու նպատակով քննչական կոմիտեն փոփոխության էր ենթարկել ձայնագրությունը։ Եվ ինչը որ պնդվում էր, դա ապացուցվել է հենց փաստաբանների կողմից պարբերաբար հայտարարությունով տարածվող ձայնագրություններով։